Բարի երեկո, եթերում օրակարգն է, օրվա գլխավոր թեմաները նախ ամառոտ։ Մեղադրանքի առաջադրվել երրորդ նախագահի Տիկնազորի պետի կնոջը ապօրինի հարստացում։ Սևանը խաղալիք չէ, ոչ էլ ջրի տարա, կառավարության օրակարգում առանց լճից ջուր բաց թողնելու ոռոգման խնդրի լուծման տարբերակներն են։ Բողոքի երթով տեսողության խնդիրներ ունեցողներն իրենց միավորումում իշխանափոխություն են պահանջում։ Բացեք ձեր աչքերը, հորդորն ուղղված է բոլոր տեսնողներին։ Ինչու հարևան գյուղերից մղարդ հարց չեն ուղարկում, մարդկանց հետ ջրի իրենց հերթին են սպասում նույնիսկ ընտանի կենդանիները։ Խոշոր խցանում Լարսում ռուս-վրացական անցակետում հայկական ավտոմեքենաների հերթը ձգվում է մի քանի կիլոմետր։ Դժբախտ պատահարի հետևանքով նախնական տվյալով լճում լողալիս մահացել է Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող 36-ամյա Արմեն Ռաշիդի Հովակիմյանը։ Տեղեկացնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։ Արցախի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրությամբ հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբր հայկական կողմը թաքցնում է գետնանկյունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կորուստները։ Նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական կայուն իրադրություն եւ որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել։ Վարչապետի հանձնարարությամբ իրավիճակին տեղում ծանոթանալու համար Լարսում է տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանը։ Հիշեցնեմ, Լարսի անցակետում հայկական բեռնատարների մեծ հերթ է։ Դրանց զգալի մասը տեղափոխում է շուտ փչացող պտուղ բանջարեղեն։ Գործարարներն ու վարորդները պահանջում են պատասխանատուներից շտապ լուծել հարցը, քանի որ իրենց կրած վնասներն ավելանում են ամեն ժամ։ Տրանսպորտի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը նշում է, որ Վերին Լարսում բեռնատար ու մարդատար մեքենաների այժմյան կուտակումները չունեն քաղաքական ենթատեքստ եւ պայմանավորված են զբոսաշրջային սեզոնով։ Ստեղծված իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով Վերին Լարս է մեկնում նաեւ Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը։ Հյուպատոսի փոխանցած վերջին տեղեկությունով Լարսում հերթը երեկվա համեմատ կրկնակի պակասել է։ Այս պայն հերթերը նվազել են, դա պայմանավորված է նրանով, որ ուրբաթ շաբաթ կիրակի ոչ աշխատանքային օրեր էին եւ զբոսաշրջիկների քանակը բավականին մեծ էր։ Կիլոմետրով հերթը այս պայն կազմում է մոտավորապես 5-6 կիլոմետր ոչ ավել, բայց ինտենսիվ շարժ կա։ Ինչ վերաբերում է առաջնահերթության, իհարկե բեռնատարների մասով առաջնահերթություն է տրվում արագ փչացող ապրանքներով մեքենաներին, իսկ մարդատար մեքենաների, որոնք տեղափոխում են երեխաներ, տարեց մարդկանց, եւս առաջնահերթություն է տրվում եւ առանցերթ սպասարկվում են։ Առաջին անհրաժեշտության պարագաներ, ջուր, սնունդ ապահովում է այն մարդկանց, ովքեր որ արդեն մեկից ավել օր սպասում են։ Նշեմ նաև, որ Ռուսաստանում մեր դեսպանատանը գործում է թեժ գիծ, հեռախոսահամարն այժմ ձեր էկրանին է։ Վերին Լարս անցակետում կուտակումներով պայմանավորված իրավիճակի մասին տեղեկություն կարող եք ստանալ նշված համարով։ Դատախազությունում ստացել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ խորհրդարանականների երաշխավորագիրը։ Հայաստանի երկրորդ նախագահի կալանավորումը փոխելու դիմումի տակ ստորագրել է ազգային ժողովի 45 պատգամավոր։ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին, օրակարգին տեղեկացրել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։ Իդեպ փաստաբաններն ահազանգում են, որ վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի հարթակներում հաճախակի են դարձել դեպքերը, երբ մասնագիտական աշխատանք կատարող փաստաբանը նույնացվում է իր վստահորդի հետ եւ նրա նկատմամբ հանրային բացասական վերաբերմունք է ձևավորվում։ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պետրոսյանը հայտարարել է, թե ցուցմունք չի տվել, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել իր կամ իր եղբոր նկատմամբ։ Վալերի Պողոսյանն այս պնդումը ներկայացրել է Ազատություն ռադիոկայանին։ Պարզաբանել չի կարող պատմել, թե ինչ է ասել վարույթն իրականացնող մարմնին, քանի որ դա նախաքննական գաղտնիք է։ Նախկին դատավորը նաև անհասկանալի է համարել, թե ինչու է ՀԿՑ-ն հրապարակել իր անունը եւ չի մտածել իր անվտանգության մասին։ Սրա հետ կապված հատուկ քննչական ծառայությունից օրակարգին հայտնեցին, որ անհրաժեշտության դեպքում Վալերի Պողոսյանի նկատմամբ օրենքով նախատեսված կարգով կձեռնարկվեն պաշտպանության միջոցներ։ Հիշեցնեմ, Արմեն Գևորգյանը մեղադրվում էր 2008 թվականի նախագահի ընտրություններից հետո բողոքների քննության ժամանակ Սահմանադրական դատարանի անդամի
նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ։ Օրվա քրեական քրոնիկոնը Վոլոդիա Հովսեփյանի ամփոփագրում։ Հատուկ քննչական ծառայությունն ապօրինի հարստանալու հայտարարագրման ենթակա դրամական միջոցները թաքցնելու մեղադրանքի առաջադրել Հայաստանի երրորդ նախագահի անվտանգության ծառայության պետ Վաչագան Ղազարյանի կնոջը Ռուզաննա Բեգլարյանին։ Նրա ընտանիքը ևս ըստ օրենքի հայտարարագրում է եկամուտները։ Մայիսի 22-ին Ռուզաննա Բեգլարյանը 2017-ի համար բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2014-16 թվականներից չտարբերվող դրամական միջոցներ, այնինչ քննությամբ պարզվել է, որ նա չի հայտարարագրել առանձնապես խոշոր չափի 350 միլիոն դրամից ավելի գումար։ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Վաչե Մարգարյանը հրապարակել է նախկին դատավոր $1000 կաշառք ստանալու համար մեղադրվող Իշխան Բարսեղյանի և կաշառքի միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանի դատավճիռը։ Դատարանը նախկին դատավորին դատապարտել է 7 տարի ազատազրկման։ Նույն գործով փաստաբան Էլզա Զաքարյանը տուգանվել է 120,000 դրամով։ Լուսադեմին 5:45-ին ոստիկանության Մասիսի բաժինը հազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղուն դիկա։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության նաև այլ իրավապահ կառույցների ծառայողները պարզել են սպանվողի ինքնությունը։ Նա Այնթափ գյուղի բնակիչ 28-ամյա Արթուր Սահակյանն է։ Նախնական տվյալով Սահակյանի և մոտակայքում գտնվող Վարդա գիշերային ակումբի տնօրենի միջև հենց ակումբի դիմաց վեճ է եղել։ Սահակյանը գիշերային ակումբի տնօրեն 34-ամյա Խաչատուր Արոյանին դանակով մի քանի անգամ հարվածել է։ Տնօրենը ևս դանակով հարվածել է Սահակյանին, ինչից վերջինը մահացել է։ Արոյանն էլ վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, հարուցվել է քրեական գործ։ Այլ թեմաների մասին վարչապետի մոտ քննարկվել են ռոռոկման շրջանի խնդիրները, դրանք կարգավորելու համար կստեղծվի աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում կքննարկի գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ ջրի խնդիրն ու կներկայացնի առաջարկներ։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է գտնել առանց Սևանալ լճից ջուր բաց թողնելու ռոռոկումը կազմակերպելու ուղիները։ Ռոռոկման շրջանի հրատապ խնդիրները կառավարության օրակարգում են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարում Սևանին որպես խաղալիք կամ ջրի տարավերաբերվել։ Սևանին որպես ջրի տարավերաբերվելու գործելակերպը ցավոք սրտի արդեն երկար ժամանակ Հայաստանում վերացվել պետական քաղաքականության եւ դրա հետևանքները մենք այսօր տեսնում ենք։ Մենք պետք է այս փակ եւ անցանկալի շղթան ի վերջո ճեղքենք։ Պատասխանատուները ներկայացրել են ջրամբարներում ջրի մակարդակը, ռոռոկման սեզոնին անհրաժեշտ ջրի քանակը, ճեղքվածքը լրացնելու հնարավոր ուղիները։ Մղճյան եւ Ռանչպարի պոմպակայանների մասին տեղեկատվության վերաբերյալ փոխանակվել են մտքեր, ներկայացրել ռոռոկման խնդիրների լուծման առաջարկներ։ Քննարկվել են նաեւ ռոռոկման համակարգերից ջրային կորուստների նվազեցման, հեկերի վերահսկողության ու բնապահպանական խնդիրներ։ Իրավիճակը ուսումնասիրվում է եւ փնտրում աշխատանքային խումբը առանց Սևանից ջուր բաց թողելու խնդիրների լուծման տարբերակները։ Մաքսիմալ արդյունավետ եւ մաքսիմալ կարճ ժամանակում պետք է այս խնդիրը լուծվի, պարզա չէ, որ մենք շատ ժամանակ չունենք։ Աշխատանքային խումբը պետք է քննարկի գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ ռոռոկման ջրի ապահովման հարցն ու ներկայացնի առաջարկներ։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում կաթիլային ռոռոկման համակարգի զարգացման անհրաժեշտությունը։ Լիանա Կարապետյան, օրակարգ։ Լոռու մարզի Մղարդ գյուղում խմելու ջուր չունեն, մինչև հիմա ջուրը գյուղի աղբյուրից դույլերով են տուն տանում։ Բայց դա էլ այն դեպքում, եթե աղբյուրը ցամաք չէ։ Հարցն այնքան է սրվել, որ մղարդցի տղաներին այլ գյուղերից նույնիսկ աղջիկ չեն տալիս։ Ոտքերից վիրահատված են, բայց սաղ տարին ջուր ենք կրում։ 90-ականներին էներգետիկ ճգնաժամի պատճառով պոմպերն անջատվեցին։ Ինքնահոս կերպով ջուրը բարձրադիր մղարդ չհասավ։ Արդեն 27 տարի գյուղն օգտվում է 4 բնական աղբյուրներից, իսկ խմելու ջուր դրանցից միայն մեկն է տալիս։ Անձրևներ ժամանակն է եկել, լամի շաբաթ անձրև չկան, որ եկեք լատեք աղբյուրները ջուր կա։ Տասնամյակներով ձգվող ջրի հոգսը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել Մղարդում, հերթում կռիվներ, վեճեր, նույնիսկ խռովություն հարազատների մեջ։ Այս երեխեքին հերթվեք շուտ գնան երեխեք։ Ախպերես մի ժամը ես եմ կայնացրել, բայ ես ինչ անեմ։ Ամբողջ ձմեռը այնքան բարակել են, հարևանին խնդրել են, որ շունը բաց չթողա, որ առավոտ ժամի 5-ին կամ ջուր տանեմ, իմ ջուրն ապահով են, որ հետո առավոտը սա խերթ են գալիս, կանգնում են։ Մարդիկ մի կերպ լեզու են գտնում։ Առավել դժվար է կենդանիներին բան հասկացնելը։ Երբ ջրվելու են գալիս, իսկ խմոցները դատարկ են։ Հարևաններ ենք, 100 տարիներով պապենական հարևաններ ենք։ Բայց դե որ գալիս ենք իմ անասունը խմում, մյուսի անասունը չի խմում, բարձա պտի վիճի, չէ։ Հələ մենք հերթ ենք կայնում, սենց ասենք։ Բանաս ունին, հերթ կայնացնենք, ինչ անենք։
Նաիրա Դալլաքյանին վիրահատությունից հետո 3 կիլոգրամից ավելի ծանրություն արգելել են բարձրացնել։ Բարև ձեզ։ Այո։ Ստիպված հեվալով ամեն օր զառիվերը հաղթահարում է։ Տան տղամարդիկ վաղ առավոտից մինչև կեսգիշեր խոթհարկներում են։ Բայց ուսուցչուհու հոգսը գյուղի տղաներն են։ Գյուղի այն ծայրամասից միջև այս ծայրամասը 36 հատ ամուսնացնելու տղական։ Այս տարի եւ նախանցած տարի բանակից եկածներին չհաշված, որ պոտենցիալ ամուսնացողներ են, եւ ոչ ոք մղարդ հարց չի տալիս, նույնիսկ կողքի գյուղերից մոտիկ, պատճառաբանելով, որ մեր աղջիկը ձեզ համար ջուր կրող չի։ Խնդրի լուծումը խնայող պոմպերով Տաշիր Ալավերդի ջրագծից գոնեորական մի քանի ժամ մղարդ ջուր մղելն է։ Խնդիրը բազմիցս ներկայացվել է Վիոլեային, արդյունք դեռ չկա։ Երրորդ անգամն ենք դիմում, երկու անգամս են, չգիտեմ, խուսափողական պատասխան է տվել։ Եվս մի անգամ դիմել են, որպեսզի հասկանանք նախկին խորհրդային տարիների ջրամատակարարվող խողովակները, որ այս պահին առկա են, իրանք պահպանվել են, ի վիճակի են, նորից այդ խողովակները աշխատեցնել, թե ոչ, եւ հույս ունեմ այս անգամ գոնե իրանք մասնագետներ կուղարկեն կամ նորմալ մեր նամակին կպատասխանեն։ Վիոլեայի պատասխանին սպասող գյուղացիները դեռ լողանում են պապենական տաշտակներում։ Ժամանակակից կենցաղային տեխնիկա չեն կարողանում օգտագործել։ Երիտասարդներն էլ հեռանում են ծննդավայրից։ Էլ ոնց պահենք հայ գյուղը։ Ոնց պահենք հայրենիքը։ Հայրենիքը այս գյուղից է սկսվում։ Հրաչյա Պապինյան, Արման Տիտանյան, Օրակարգ։ Տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ Հայաստանում համախմբվել պահանջում են իրենց միավորման ղեկավար կազմի հրաժարականը։ Բողոքի արդյունքում միավորման վարչության նախագահը ուրբաթ արդեն հրաժարական է տվել։ Այսօր միավորման անդամները դարձյալ հավաքվել են Իսահակյանի արձանի մոտից քայլերթով հասել միավորման շենք ու կառույցի նախագահի պաշտոնակատարին դիմել են նույն հորդորով հեռանալ ու անցկացնել արտահերթ ընտրություն։ Ունեցվածքը, որ կույրերի միավորմանն է պատկանում, մեջ է արվում։ Իսահակյանի արձանի մոտ հավաքվել, բողոքում են տեսողության խնդիր ունեցող մարդիկ։ ՍԱՍ կոմիտասի օտարածապ հաստացի 99 տարով։ Դա միավորման տարածքն է, այո։ Իրենց հասած լուրերի համաձայն կառույցին պատկանող շենքերը ջրի գնով ձևակերպվում են, գումարները կոռուպցիոն սխեմաներով գրպանվում։ Շենքերը տրվում են վարձով։ Շատ էժան, շուկայականից շատ էժան գներով 500 դրամ։ Իսկ այդ տարածքների շուկայական գները 3-ից մինչև 4500 դրամ է, մի քառակուսի մետրը։ Գույքային խնդիրը այս մարդկանց ոտքի հանած հարցերից մեկն է միայն համբերության բաժակը լցրած մյուս կաթիլը աշխատատեղ չլինելն է, ինչ էլ կար աստիճանաբար փակում են իրենց տուն ուղարկում։ Ինչով ենք ապրում, թոշակով։ Ինչքան է թոշակը։ 21450 դրամ։ Եկե մամայիս աշխատավարձը։ Դուք աշխատում եք։ Այո, սանիտեկով։ Փակված արտադրամասի համար ամիսը 1000 դրամ նպաստ պետք է ստանային, նույնիսկ դա չկա, տարվա մեծ մասը չկա նաև երգչախմբի սիմվոլիկ վարձատրությունը։ Շատ չնչին գումարներ ենք ստանում տարին մի երկու անգամ, ասենք 15000 դրամ։ Ուր են գնում բյուջեից ստացած եւ շենքերի վարձակալությունից եկող միլիոնները, ֆինանսական վիճակից դժգոհ է միավորման հատկապես երիտասարդ կազմը։ Նախագահությանը, որի անդամների մեծ մասը 80-ն անց են, նրանք մեղադրում են անգործության մեջ։ Տարիներ արդեն ես միության անդամ եմ, որևէ բան կոնկրետ միության կողմից ես ինձ վրա անկեղծ ասած չեմ զգացել։ Փաստերի ճնշման տակ ուրբաթ հրաժարական է տվել միավորման 91-ամյա նախագահը։ Դրանից ոչինչ չի փոխվում, շարունակում են դժգոհել բողոքավորներն ու պահանջել լիազորությունները վայր դնի ամբողջ վարչությունը։ Պայքարը նա չի, որ մենք լինենք ղեկավար, լինենք նախագահ կազմում, լինենք ինչ-որ միտեղ։ Պարզապես բոլորս էլ բախտակից ընկերներ ենք, բոլորիս համար լավ լինի, բոլորս էլ ունենք ընտանիք, ունենք երեխաներ, ունենք մի խոսքով, պահելու կարիք կա այդ ընտանիքը։ Պահանջը հստակեցրին ցուցանակները, պարզեցին, քայլերթով շարժվեցին դեպի միավորման շենք։ Փոխնախագահ Մարտինը չէ, Ֆրանտ Դանելյանը դիմավորեց բողոքավոր անդամներին։ Երբեք եկել չենք ընդունել մտերմիկ տոնով փորձեց զրույցի բռնվել, բայց հյուրերը նրան պատին դեմ տվին։ Մենք պահանջել ենք ձեզ նախագահի եւ նախագահության հրաժարական։ Չեք ուզեցել։ Չեմ ուզել։ Մեղադրանքներն այստեղ չեն հերքում, միավորման հարկի կեսն էլ անգլերեն սովորողներին է վարձով տված։ Դուք բարձում եք այստեղ։ Սա վարձուցած շենք, նա այսպեսի լավ շենք է,
ունենք կանոնական դիմացել։ Առավոտյան նախագահի պաշտոնակատար դարձած Դանիելյանի թիմը բողոքավոր հյուրերին բացատրեց. կանոնադրությունը թույլ չի տալիս վարչությունը հրաժարական տա, ակտիվիստները չնահանջեցին։ Պետք է հրաժարական տա, արտահերթ նիստ հրավիրվի ու անցկացվի նոր ընտրություն։ Շենքից դուրս չեկան, այս պահանջով էլ մնացին գիշերելու։ Հերմինե Բաղդասարյան, Տիգրան Բաբայան, Նորակարգ։ Այժմ այն մասին, թե ինչ է լինելու թողարկման երկրորդ հատվածում։ Հայկական անձնակազմը շարունակում է գրոհել տանկային բիաթլոնի բարձունքները, մեր տանկիստները խոցել են բոլոր թիրախներն ու անցել կիսաեզրափակիչ։ Ռուսաստանը աղետ է կանխատեսում Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում, Թբիլիսին արձագանքում է Մոսկվայի հոռետեսությանը։ Հոլիվուդի գերաստղը ռուսաստանցի դիվանագետ Այկիդոյի վարպետը պաշտոն է ստանձնել Դաշնության արտգործնախարարությունում։ Եղարդավանքի ճանապարհը ժայռաբեկորներից մաքրվել է, բայց երթևեկությունը չի վերսկսվել, վտանգավոր ժայռը պայթեցվել է։ Եվ ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականները Հռոմից վերադարձել են 10 մեդալով, նրանցից 4-ը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսով։ Մեր տանկիստները շարունակում են հաղթարշավը տանկային բիաթլոնում, թեև այս տարի մրցակիցներն ավելի պատրաստված են, բայց մեր զինվորները դարձյալ առաջատարների շարքում են։ Տանկային բիաթլոնի հաջորդ փուլը օգոստոսի 8-ին է։ Հայկական թիմը տանկային բիաթլոնի առաջին փուլում բացեց կիսաեզրափակչի ճանապարհը, խոցել է բոլոր 5 թիրախները, 12 լավագույնների շարքում 9-րդն է։ Ալաբինոյում երեկ ավարտվեց տանկային բիաթլոնի առաջին փուլը։ Հայ տանկիստները մրցում էին Ղրղստանի, Վիետնամի ու Մյանմայի թիմերի հետ։ Коллеги подготовлены. Հայ գործընկերները պատրաստված են, վստահ արդյունք են ցույց տալիս։ Ես մաղթում եմ, որ ձեր տղաները եւս մեկ անգամ ապացուցեն, որ կարող են պայքարել բարդ պայմաններում։ 23 թիմերի մեջ կիսաեզրափակչում հայտնվելն արժեքավոր է, թիմը պատրաստ է։ Կեցեք։ Նախորդ տարվա համեմատ բոլոր թիմերն էլ կատարելագործվել են, գնահատում են հենց իրենք տանկիստները, բայց կիսաեզրափակչում հայտնվելը հայերի կապույտ թիմի համար դժվար չէր։ Պոլոֆինալի մասնակցելու արդյունքներ էր, որ հետևություններ էին կարել անցած տարվա այդ խափանումներից, հիմնական աշխատել էինք դրանց վրա ու խափանումները անցած տարվա համեմատ ավելի քիչ էին։ Առաջին փուլի ավարտին նշել են Հայաստանի օրը։ Մասնակիցներն ու հյուրերը ծանոթացել են Հայաստանի մշակույթին ու պատմությանը, համտեսել հայկական խոհանոցի ուտեստներ։ Յուրաքանչյուր երկիր ուզում է, որ հենց իրենց օրը հիշեն բոլոր հյուրերն ու մասնակիցները։ Եվ ըստիս, եթե բեմում հայ արտիստների հետ հայկական պարեր են ապրում հյուրերը, նշանակում է Հայաստանի օրը հրաշալի է անցել։ Մեզ շատ դուր եկավ, մթնոլորտը շատ ջերմ եւ ընկերական է, շատ հետաքրքիր բաներ իմացանք, ձեր ազգային մշակույթը, երաժշտությունը շատ հիանալի միջոցառում էր։ Տանկային բիաթլոնի հաջորդ փուլն օգոստոսի 8-ին է, հայկական թիմը կանաչ տանկով կմրցի Ռուսաստանի, Վենեսուելայի եւ Մոնղոլիայի հետ։ Մուշեղի Սախանյան, Արտակ Ղևոնդյան, Օրակարգ։ Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Ավելի վաղ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ ՆԱՏՕ-Վրաստան ուսումնական վարժանքների նպատակը Ռուսաստանին, Աբխազիային ու Հարավային Օսիային ճնշելն է։ Մեդվեդևը կարծում է, որ այդ անդամակցումը կարող է սադրել սարսափելի հետևանքներով, հակամարտություն եւ անհասկանալի է, թե ում է դա պետք։ Վրաստանի նախագահի խորհրդականն արձագանքել է Մեդվեդևին։ Մոսկվան ոչ մի նոր բան չի ասել, հայտարարել է Թենգիզ Փխալաձեն։ Վաղվանից իրանցիները կզգան ամերիկյան պատժամիջոցների հետևանքները, ռիալի արժեքը դոլարի նկատմամբ տարեսկզբից իջել է գրեթե կրկնակի։ Իրանի կենտրոնական բանկի նախագահը սակայն վստահեցնում է, որ երկրի տնտեսությունն ավելի կուժեղանա։ Օգոստոսի 7-ից Իրանը կզգա ամերիկյան պատժամիջոցների հետևանքները։ Դրան ընդառաջ Թեհրանը սկսել է միջոցներ ձեռնարկել։ Առաջինը իրանական արժույթի կայունացման քայլերն են։ Այսօրվանից տարադրամի փոխանակման կետերում հնարավոր կլինի արձեռն արժույթի վաճառք արտասահմանյան ուղևորությունների համար, բայց հնարավոր չի լինի փոխանակել $10,000-ից ավելի։ Սա ցույց է տալիս մեր ուժը։ Նույն օրը, երբ Միացյալ Նահանգները սանկցիաներ է կիրառում, մենք բացում ենք մեր տնտեսությունը։ Մենք խնդիր չունենք, ինչու պետք է ժողովուրդը մտահոգվի։ Ռիալի արժեզրկման դեմ քայլերից մեկը կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալի ձերբակալությունն է կոռուպցիայի մեղադրանքով։ Ահմեդ Արաքչին պատասխանատու էր արտարժույթի փոխանակումների համար։ Իրանցիները գնահատում են տնտեսական սահմանափակումների հետևանքները։ Նախորդ պատժամիջոցներն իհարկե ազդեցին արժույթի ոսկու գնի վրա։ Դրանց հետևանքով շատ մարդիկ կորցրին աշխատանքը։ Մեր կառավարությունը պետք է շատ լավ մշակի անելիքների ծրագիրը։ Միացյալ Նահանգները համաձայնագիր է կնքում եւ դրժում խոստումը։ ԱՄՆ ուժի դիրքերից է խոսում։ Որևէ գործողություն հիմնված չէ տրամաբանության եւ հաշվարկի վրա։
Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին ու որոշ ապրանքների արտահանմանն ու ներկրմանը։ Իրանը սակայն այս պայքարում միայնակ չէ։ Եվրոպայի տարածքում Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները չեն գործի։ Բրյուսելը այդ քայլը բացատրում է Թեհրանի հետ բիզնես վարող եվրոպական ընկերությունները պաշտպանելու ցանկությամբ։ Միացյալ Նահանգների տնտեսական պատժամիջոցների թիրախում հաջորդ երկիրը Չինաստանն է։ Վաշինգտոնը վստահ է, որ Պեկինի տնտեսությունը թույլ է, Ամերիկային դիմակայելը անհնար։ Սոնա Աղբալյան, օրակարգ։ Իտալական Բոլոնիա քաղաքի օդանավակայանի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել, կա 2 զոհ, 55 վիրավոր։ Միջադեպի ականատեսները դեպքի վայրից լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակել սոցցանցերում։ Դժբախտ պատահարի հետևանքով իրար են բախվել 2 բեռնատար, որոնցից մեկը դյուրավառ նյութեր տեղափոխում։ Հայտնի հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալը հայտարարել է, որ ամենայն լրջությամբ է վերաբերելու Ռուսաստանի արտգործնախարարությունում ստացած իր պաշտոնին։ Ես խորապես զգացված եմ եւ ինձ համար մեծ պատիվ է ռուս-ամերիկյան հումանիտար հարաբերությունների հարցերի Ռուսաստանի ԱԳՆ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելը։ Հուսով եմ մենք կկարողանանք հասնել աշխարհում խաղաղության, ներդաշնակության ու դրական փոփոխությունների։ Ես ամենայն լրջությամբ եմ մոտենում այս պատվին, գրել է դերասանը։ Ինդոնեզական Բալի եւ Լոմբոկ զբոսաշրջային կղզիներում տեղի ունեցած 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 98-ի, տուժածները 200-ից ավելի են։ Զոհերի թվում օտարերկրացիներ չկան։ Երկրաշարժից հետո եղել է 100 հետ ցնցում, հազարավոր մարդիկ անօթևան են մնացել։ Երկրաշարժը վնասել է 3000 տուն եւ շինություն։ Նա դիմադրության հերոս էր ու պատմության անփոխարինելի վկա, որի ձայնը մինչև վերջին շունչը մեզ հիշեցնում էր անցյալի մասին։ Այս խոսքերով է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցավակցել Ֆրանսիայի պատվո լեգիոնի շքանշանակիր Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ։ 102-ամյա Չաքարյանը Միսակ Մանուշյանի պարտիզանական ջոկատի վերջին վերապրածն էր, 1943-ին փրկվել էր գնդակահարությունից եւ կորսիկացի դերձակի կեղծանվան տակ թաքնվելով իրենց խմբի մասին գիրք գրել, պատմել 60 հոգանոց ջոկատի անցած ճանապարհի մասին։ Չաքարյանը Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության աշխատակից էր, օրակարգը Չաքարյանի հետ զրուցել ու ռեպորտաժ էր պատրաստել բոլորովին վերջերս։ Մեր խումբը ստեղծել էր գեներալ Շարլ դը Գոլը, Ֆրանսիայի գաղտնի ծառայությանն էր պատկանում։ Մենք չէինք կռվում հերոսանալու համար։ Այդ ժամանակ Հայաստանը եւս պատերազմի մեջ էր։ Գիտեինք այդ մասին եւ դա մեծ ուժ էր տալիս։ Շատ հայեր գերի էին գերմանացիների ձեռքում, սովամահ էին լինում։ Այստեղի հայերը փորձում էին նրանց ազատել գերությունից, նրանց գերմանական համազգեստ հագցնելով։ Այդպես 800-ից 900 հայ փրկվեցին եւ ուղարկվեցին պարտիզանական խմբեր, որոնք կռվում էին անտառներում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոսի ընտանիքին, որում մասնավորապես ասված է. մեջբերում եմ։ Բարձր գնահատականի է արժանի մեծ գիտնականի, ազնիվ մտավորականի ու ազգային հասարակական գործչի գործունեությունը։ Սերգեյ Համբարձումյանի թե գիտական, թե մանկավարժական, թե հասարակական աշխատանքը, որ տևել է տասնամյակներ, եղել է արդյունավետ ու արգասաբեր։ Հեղինակավոր գիտնականն ու գիտական կազմակերպիչն արժանիորեն վայելում է իր գործընկերների, ուսանողների ու ողջ գիտական հանրության սերն ու հարգանքը։ Մեջբերման ավարտը։ Ժայռի փլուզումից փակվել է Գեղարդավանք տանող ճանապարհը, թափված քարերն իհարկե հավաքվել են, բայց ճանապարհը չի կարող մեքենայի համար երթևեկելի լինել։ Ժայռի այդ հատվածում փլուզում նախկինում էլ եղել է, հիմա կարիք կա, որ հարցը հիմնովին լուծվի։ Արդեն երրորդ օրն է Գեղարդում գրեթե զբոսաշրջիկ չկա։ Օգոստոսի 4-ին վանական համալիրից 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ժայռից մի հատված փլուզվել ու փակել էր ճանապարհը։ Կարճ ժամանակ անց փրկարարները ժայռաբեկորները մաքրել են, բայց այդ հատվածով հանրային տրանսպորտի ու տուրիստական մեքենաների շարժը ժամանակավորապես արգելել են։ Դժողներ չունենք, փլուզումը տեղի ունեցել 6-ից 6-10-ի սահմաններում, 6-15 արտակարգ իրավիճակները հաղորդագրություն ենք ուղարկել, պայթեցման 2 աշխատանք է կատարվել։ ԱԻՆ-ի աշխատակիցը փլուզման պատճառի մասին դեռ չի խոսում, բայց վստահեցնում է, որ տարածքը սողանքային է։ Չի բացառում, որ այն տեղի է ունեցել անձրևների հետևանքով ժայռի խորքում կուտակված ջրերի պատճառով։ Երբ որ արդեն աշխատանքներն ավարտենք, պայթյունները կատարվի, այդ վտանգավոր մասը վերանա, փլուզումների հավանականությունը շատ քիչ է։ Չհաշված դրանից հետո մեծ ժայռերը ճանապարհի եզրով կտեղադրենք, որը կլինի նաև պատնեշ, փոքր փլուզումների ժամանակ կպահի այդ պատնեշը, որպեսզի ճանապարհը չփակվի։
Բնակիչները հիշում են, որ նույն ժայռը փլուզվել է նաև 6 տարի առաջ։ Հույս ունեն, որ այս մեկը վերջինը կլինի։ Փրկարարները երրորդ անգամ պայթեցրին փլուզման ենթակա գոտիները։ Դրա արդյունքը տեսնելուց հետո նոր կիմանան, թե եւս քանի օր ստիպված կլինեն այլընտրանքային ճանապարհով հասնել սրբավայր։ Հասմիկ Առաքելյան, Հակոբ Թումանյան, օրակարգ։ Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերում հնագետները չցուցակագրված նմուշներ են գտել։ Արենի 2-ի գտածոները թվագրվում են մինչև մեր թվարկությունից առաջ 7000 թվական։ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտը իտալացի ու ամերիկացի հնագետների հետ այժմ ուսումնասիրում է ինչպիսին են եղել մարդու ու կենդանիների հարաբերությունները եւ ինչպես կարելի է այդ գտածոները դարձնել զբոսաշրջիկներին գրավող նոր հասցե։ Կոտայքի մարզի Քարաշամբի դամբարանադաշտի պեղումները եւս շարունակվելու են։ Հուշարձանների պահպանման մեջ փորձում են ներգրավել նաեւ տեղի բնակիչներին։ Ինչքան բան մենք չգիտենք մեր երկրի մասին եւ այս նոր հուշարձանները, որոնք իրականում շատ մեծ դեր ունեն, հա, գործնականում մենք ուսումնասիրում ենք այն մարդու բնակեցման վաղագույն փուլերից, այ մեր Արենի 2 քարայրում այս տարի շատ հետաքրքիր պեղումներ ունենք, որտեղ շատ հնարավոր է, որ այն վաղագույն մարդու հետքեր ֆիքսած լինենք։ Աղավնավանքում աղավնականչն են նշում, տոնը գյուղում առաջին անգամ են տոնում, մեծ ու փոքրով, 2 պարով։ Վստահ են լավ ավանդույթ են ձևավորելու։ Աղավնականչով աղավնավանք, 30 տարվա հայկական գյուղը այսպես էր կոչել իր առաջին տոնը։ Արդեն համարում ենք կայացած համայնք, առ այսօր նախադեպը չի եղել, նման միջոցառում չի եղել, երիտասարդների ակտիվ խումբ ունեմ, որ ստացել է կանաչ աղավնավանք անվանումը, իհարկե մեզ օժանդակել են, ցանկալի կլինի, որ սա դառնա ավանդույթ ամեն տարի այսօրը նշվի գյուղի տոնը։ 30 տարի առաջ Ադրբեջանից բռնագաղթված տուն տեղ հիշատակներ թողած մարդիկ հանգրվանեցին նախկին ադրբեջանաբնակ գյուղում, որն արդեն իրենց երեխաների եւ թոռների ծննդավայրն է։ Արշակն այստեղ է ծնվել, բախտը հերուներում չի փնտրում, տոնին եկել էր լիքը ձեռքով ու սրտով։ Մեր ձեռքով տնական օղին ենք պատրաստել, մեղրն է, որ ճանաչեն, որ ստեղել է այդ զարգացած է, զարգանում է ու զբաղողներ կա։ Աղավնավանքի կարմիր գինուն անգամ օրվա անունն են տվել։ Գյուղը այո, բարգավաճի մեծանա, երիտասարդությունները շատ լինեն, երեխաները, փոքրիկները շատ լինեն։ Սա կարծես օրվա գլխավոր մաղթանքն էր։ 255 բնակչով գյուղում այս տարի 2 երեխա է ծնվել, դպրոցն ունի 41 աշակերտ, 3 առաջին դասարանցի։ Կան երեխաներ, որ սովորել են մեր դպրոցը, ավարտել են, գնացել են համալսարան են սովորել, հետ են եկել գյուղը, ամուսնացել են, այստեղ ամուսիններով աշխատում են։ Օրհնակով սկսված 2 պարով համեմված տոնին առանձին տաղավարներն էլ ձեռքի շնորհքն էին ներկայացնում գեղանկարից խոհանոց։ Ինչու որոշեցիք տոնի արդի վերաշկի թխել։ Ենթադրեցի, որ շատ մարդ կլինի, սոված կլինի։ Վաղինակ պապը չափավոր կխմի խաղաղության եւ այսօրվա կենացը։ Հիմա միայն մի բանի համար է ափսոսում։ Ափսոսանք ունեմ, որ այսօրվա վարչապետին ոչ մի բանով չեմ կարող սատարել։ Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, օրակարգ։ Մարզաշխարհից մեկ լուր ազատ եւ հունահռոմեական ոճի իմշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականները Եվրոպայի առաջնությունից մեդալների մեծ հավաքածուով են վերադարձել։ Հռոմից հայ պատանի իմբիշները տուն են բերել 10 մեդալ, որից 4-ը ոսկե, 6-ը բրոնզե։ Ազատ ոճում իրենց քաշային կարգերում Եվրոպայի երիտասարդական չեմպիոններ են հռչակվել Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը եւ Հովհաննես Մաղաքյանը։ Հունահռոմեական ոճում աշխարհամասի չեմպիոն էր դարձել Տիգրան Մինասյանը։ Երթևեկության մասին Մաշտոցի Պողոտա Գրիգոր Լուսավորիչ տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման աշխատանքներն ավարտին հասցնելու համար վաղվանից 2 օրով կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի Պողոտա հաղթանակի կամուրջ ուղղությամբ։ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի Պողոտա ուղղությամբ երթևեկը կլինի երկկողմանի։ Հանգույցի վերգետնյա հատվածում շարունակվելու է գործել երթևեկության կազմակերպման ներկայիս ժամանակավոր սխեման։ Շինարարության ընթացքում խցանումներից խուսափելու համար թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկվում է երթևեկել հաղթանակի կամուրջ, Արգիշտի, Իտալիայի Մովսես Խորենացու փողոցներ, Մաշտոցի Պողոտա շրջանցիկ ճանապարհով։ Այսքանը հաճելի երեկո եմ մաղթում։